Բարև ձեզ հարգելի ռադիոլսողներ, հանրայինի ուղիղ եթերում կրկին ձեր ձայնը լսելի է, ես Լուսինե Մուրադյանն եմ եւ առաջարկում եմ ոչ միայն լսել, այլև դիտել, մուտք գործեք Հայաստանի հանրային ռադիոյի Facebook-յան էջ, լայվն արդեն գործարկված է եւ թեմային վերաբերող հարցեր եթե ունենաք, կարող եք կոմենտներ հատվածում գրել, ես դրանք անպայման կընթերցեմ։ Մենք այսօր անդրադառնալու ենք իմ ուղին սոցիալ հաբիլիտացիոն կրթական մասնագիտական ուսուցման ցերեկային կենտրոնին, որը նպաստում է աուտիզմ եւ զարգացման այլ խանգարումներ ունեցող անձանց, երեխաների, դեռահասների, չափահասների ու նրանց ընտանիքների կյանքի որակի բարելավման, իսկ մենք գիտենք, թե որքան կարևոր է դա հատկապես մեր ժամանակահատվածում եւ մանրամասներ կներկայացնեն բանախոսները աուտիզմ ազգային հիմնադրամի նախադպրոցական ու դպրոցական խմբի ծրագրի ղեկավար Հայկանուշ Դիլանյանը, ողջույն, եւ աուտիզմ ազգային հիմնադրամի նախադպրոցական ու դպրոցական խմբի հատուկ մանկավարժ լոգոպեդ Մադլեն Մինասյանը, բարև ձեզ։ Շնորհակալություն հրավերն ընդունելու համար։ Մենք գիտենք, թե որքան կարևոր են նաև բացի մասնագիտական կարևոր հմտություններ տալուց, շատ կարևոր է, որպեսզի կարողանանք այնպիսի բարենպաստ պայմաններ ստեղծենք, որպեսզի այդ մարդկանց կյանքի որակը բարձրանա եւ իրենց ավելի լիարժեք զգան։ Որքան է այն հաջողվում, հա, իմ ուղին, այսպես ասած, ցերեկային կենտրոնում արդյոք կարողանում եք նաև դա ապահովել, թե ոչ, հետո արդեն կմանրամասնենք, թե ինչ ծառայություններ եք մատուցում։ Խնդրեմ հարցս երկուսի տեղված։ Նախ շնորհակալություն հրավերի համար։ Ապրիլը գալիք աուտիզմի իրազեկման ամիսն է։ Ապրիլի 2-ին։ Այո, ապրիլի 2-ը իրազեկման օրն է, այնպես որ մենք ընդառաջ աուտիզմի իրազեկմանն ենք հաղորդում անում։ Սրա համար շատ շնորհակալություն։ Հաջողում է թե ոչ, մենք մեր լավագույն ամբողջական ջանքերը ներդնում ենք, որպեսզի փոխենք այս մարդկանց կյանքը, դարձնենք առավել ներգրաված հասարակության մեջ, թեթևացնենք ընտանիքների վիճակը, առավելագույն ինչ կարող ենք, ինչ ռեսուրսներ ունենք, փորձում ենք ներդնել։ Խնդրեմ Մադլեն։ Կենտրոնը մատուցում է հետևյալ ծառայությունները, երեխաները եւ երիտասարդները հաճախում են վարքային թերապիստի մոտ, հատուկ մանկավարժի մոտ, լոգոպեդի մոտ, երաժշտական թերապիայի պարապմունքներ են ունենում, ադապտիվ ֆիզկուլտուրայի պարապմունքներ են ունենում, երաժշտաթերապիա, կավաթերապիա, այսինքն թերապիաները նրանց հետ անցկացվող բազմազան են ու նպաստում են նրանց ընդհանուր զարգացմանը եւ տարբեր հմտությունների ձեռքբերմանը։ Այնինչ անհրաժեշտ է, որպեսզի եթե խնդիրներ կան, ապա այդ խնդիրները այդ թերապիաների միջոցով եւ ամենակարևորը կոմպլեքս պիտի լինեն, չէ՞, թերապիաները արդյունավետության համար։ Այո, թերապիաները համակարգային են, այսինքն իրենք մի քանի թերապիա են ստանում միաժամանակ, որովե խնդրի հաղթահարման գործում անհրաժեշտ է զուգահեռ տարվող աշխատանքները եւ այս պարագայում իրենց հետ անցկացվող թերապիաները օգնում են իրենց այնպիսի հմտությունների ձեռքբերմանը, որոնք անհրաժեշտ են եւ նպաստում են նրանց ինքնուրույնությանը, այնպես են անում, որ իրենք չմեկուսանան, այսպես ասած, հասարակությունից, կարողանան ինքնուրույն վարվելակերպ ունենան եւ զարգանան որպես անհատ։ Ահա, եւ այստեղ նման պարագայում արդեն նրանք զերծ կլինեն տարատեսակ բարդույթներից, որոնք ի հայտ են գալիս եւ մարդուն ավելի պարփակում են։ Այսինքն վաղ շրջանում, երբ սկսում եք աշխատել, հա, արդեն կարողանում եք ավելի օգնել, որպեսզի, այսպես ասած, ավելի լավ սոցիումում, հա, իրենց սոցիումում լավ զգան։ Տարիքայինը կասեք, ինձ խնդրում եմ։ Աուտիզմ ազգային հիմնադրամը որդեգրել է 0-ից անվերջ տարիքային։ Դա հրաշալի է ուղղակի, իդեպ ես ասեմ, որ ապրիլի 4-ին նաև զրուցելու եմ աուտիզմ ազգային հիմնադրամի ներկայացուցիչների հետ։ Դուք ինքներդ նշեցիք, որ քանի որ ապրիլը իրազեկման ամիս է, ուստի մենք որոշեցինք ավելի մանրամասն ներկայացնել ռադիոլսողներին ձեր բոլորիդ գործունեությունը։ Այո, բայց հիմնականում ամենավաղ ախտորոշում ունեն մենք տարիուկես Մինչև 3 տարեկան, չէ՞։ Բայց տարիուկես արդեն նախնական, արդեն աուտիստիկ ախտանիշներով երեխաներ արդեն ինչ որ կասկածներ ունենում են, որքան վաղ դիմում են, որքան վաղ միջամտում ենք, այդ համակարգված բազմամասնագիտական մոտեցումը լինում է, այնքան վաղ տեղի ունենում վերականգնումը, զարգացման չափորոշիչների համապատասխանությունը նորմային եւ երեխաները այսպես հեշտ արդեն մինչեւ դպրոցական տարիք լրիվ կարողանում են ներառվել հասակակիցների հետ ուսման գործընթացում։ Եվ այստեղ ներառականությունը դպրոցում կարծես թե ավելի հեշտ է ստացվում, հա, ճիշտ ենք հասկանում։ Եվ նշանակ, երբ որ երեխան փոքր տարիքից սկսած ձեռք է բերում մի շարք հմտություններ,
կարողանում է շփվել հասակակիցների հետ, տարբեր խաղեր խաղալ, մասնակցել տարբեր ակտիվությունների, դպրոցական գործընթացը համեմատաբար ավելի հեշտ է լինում, նույն գործողությունները, ինչ անում են, այսինքն կենտրոնում, նաև ավելի հեշտությամբ կարողանում են կատարել դպրոցում եւ ուսումնական գործունեության ընթացքում։ Որքան կարևոր է ծնողի ներգրավվածությունը այս ամբողջ ընթացքին, որովհետև եկավ ձեր կենտրոն, երեխան ստացավ համապատասխան որոշակի հմտություններ, հետո գնում է տուն, չէ՞։ Այստեղ շատ կարևոր է, որ այդ ընթացքը չընդհատվի, այլ շարունակական լինի։ Շատ կարևոր է։ Անգնահատելի է, երբ ունենք համագործակցող, մեզ հետ աշխատող համատեղ աշխատանք, սա բոլորովին այլ արդյունավետություն է տալիս աշխատանքում։ Աուտիզմ ունեցող մարդու հետ աշխատանքը ներառում է բոլոր օղակների հետ աշխատանքը։ Մենք միայն չենք աշխատում ծնողի, ընտանիքի հետ, աշխատում ենք դպրոցի հետ, բոլոր այն հասարակական վայրերի հետ, որ ենթադրում է, որ երեխան կլինի ներգրավված։ Սա շատ համապարփակ աշխատանք է դավարցունքի համար։ Ցանկացած արդյունքի համար անհրաժեշտ է եռակողմ, այսպես ասած, համագործակցություն, այսինքն ծնող, երեխա, մասնագետ համագործակցությունը, եւ որ մասնագետը աշխատում է երեխայի հետ, դա երբեք հաջողությամբ չի պսակվի, եթե այդտեղ իր ներդրումը չունենա ծնողը։ Մենք մշտապես նաեւ շարունակական աշխատանք ենք տանում ծնողների հետ, որպեսզի այն աշխատանքը ինչ արվում է կենտրոնում երեխաների հետ, նույնությամբ նրանք կատարեն օրինակ տանը կամ իրենց լուման ներդրումը ունենան երեխայի զարգացման գործում, այսինքն մեր կենտրոնի մասնագետները մշտապես կիսվում են խորհուրդներով, անհրաժեշտ հրահանգներով, թե ինչ պետք է անել երեխայի հետ տանը արդեն։ Սկզբնական շրջանում, երբ երեխան գալիս է ծնողի հետ, ես վստահ եմ, որ դուք տեսնում եք, թե որքան բարդույթավորված ու խոցելի է ծնողը։ Այս պարագայում, եթե նայում ենք հետո որոշակի աշխատանքներ անց, որքան է փոխված լինում այդ ամենը, նաև որովհետև մենք շատ լավ գիտենք, թե որքան կապը ուժեղ է ծնող երեխա, այսպես կապը շատ ուժեղ է, երբ ծնողն է տխուր, երեխան միանգամից դա զգում է, հատկապես աուտիզմ ունեցող կամ տարատեսակ այլ այսպես ասած իրավիճակներում հայտնված երեխաները, նրանք ավելի զգայուն են, մի քիչ ավելի խոցելի են, մի քիչ ավելի զգայուն են եւ արդյոք շատ կարեւոր է ծնողի կայուն հոգեբանական վիճակը երեխայի հաջողության համար այս պարագայում։ Այո, ծնողի հոգեվիճակը մեծ ազդեցություն ունի երեխայի վրա։ Մենք փորձում ենք աջակից լինել, բայց սա ճանապարհ է, երբ ծնողը իմանում է առաջին անգամ լսում է ախտորոշում է, իր կյանքը բաժանվում է առաջ եւ հետոյի։ Եվ այստեղ ժամանակ է պետք, չէ՞, որպեսզի իրականության հետ չի կարող միանգամից գիտակցվել, հասկանալ ինչն է փոխվում, որովհետեւ աուտիզմ ունեցող երեխան միայն ինքը չէ, իր ընտանիքն էլ է այդ ամեն ինչի մեջ։ Մինչեւ երեխայի ընտանիքը գիտակցում է, ընդունում է իրեն, ինչպեսին կա, սիրում է իրեն, այստեղից սկսում է լրիվ ուրիշ պատմություն, բայց սա ճանապարհ է, որ յուրաքանչյուր ծնող անցնում է, մենք փորձում ենք աջակից լինել, փորձում ենք լավագույնս նպաստել, որ այդ ճանապարհը արագ հեշտ անցնել, երբ անցնում են, արդեն բոլորովին այլ պատկեր է լինում։ Այստեղ վարքագծային առօրյական զգալի փոփոխություններ, չէ՞, պիտի տեղի ունենա արդեն ընտանիքում։ Այո, ընտանիքը ամբողջությամբ, ընտանիքի կյանքը այլ կերպ է, աուտիզմ ունեցող երեխայի մարդու ընտանիքի կյանքը բոլորովին այլ է։ Մենք նաև գիտենք աուտիզմի աստիճանների տարբերություն, այս պարագայում նաև կուզեի դրա մասին էլ խոսենք, թեպետ դեռ պարզ չէ աուտիզմի հիմքը, որտեղից է, այսպես կարող ենք ասել, դեռ հստակ որևէ տեղեկություն չկա, հուսանք ժամանակակից գիտությունը մի օր կամ մոտ ապագայում արդեն կկարողանա հասկանալ, թե ինչ է իրենց ներկայացնում, բայց մենք գիտենք, որ աստիճանային տարբերակներ կան, ավելի ծանր վիճակ, ավելի թեթև վիճակ, չէ՞։ Այս պարագայում նաև կախված երեխայի կամ պատանի իրավիճակից, այստեղ վարքագծային փոփոխությունները տանը փոխվում են, հա։ Այսինքն գիտելիք ոչ միայն երեխան պիտի ստանա ու հմտություն, այլև ընտանիքի բոլոր անդամները։ Այո, միանշանակ, այդպես է, անկեղծ ասած բաժանումը կատարվում է, բայց պայմանական բաժանվում է, որովհետև պայմանական է բնականաբար։ Շատ տարբեր են աուտիզմ ունեցող երեխաներ ու կյանքի տարբեր փուլերում այդ վարքագծերը, որոնք խանգարում են իրենց, կարող են լինել, կարող են չլինել։ Այստեղ առանձնահատուկ մոտեցում, հա, անհատական։ Մեր մոտեցումը վարքային թերապիան է, այո, անհատական վարքի վերլուծություն է կատարվում, ըստ այդմ արձագանքը, միջամտությունը շատ կարևոր է ծնողի հետ համատեղ անել
այդ արձագանքը, միջամտությունը, որպեսզի արագ կարողանանք նոր կարևոր վարքաձևերով փոխարինել այդ վարքաձևը։ Ուրիշ կարևոր մի բան իմացնել եմ ուզում խոսենք։ Մենք հաճախ տեսնում ենք, որ երեխան ունի խոսքի խնդիր, շփման խնդիր, հա, մենք դա տեսնում ենք, բայց ենթադրենք 2 տարեկան է, ասում են երեխաս չի խոսում, ասում են դե լավ, մեր հարևանի երեխան էլ չէր խոսում եւ այլն, եւ փորձում են ձգել, որովհետեւ մտածում են, որ գուցե այլ հարց է եւ դա շտկելի է, մինչեւ 3 տարեկան երեխան կարող է խոսել, տարատեսակ իրավիճակներ կան։ Որքան կարևոր է շատ արագ անհանգստանալ, շատ արագ դիմել մասնագետի եւ չփախնել իրականությունից։ Շատ կարևոր է շուտ ահազանգ ունենալ, այսինքն սկսած երեխայի խոսքային այն շրջանից, երբ նա սկսում է գղգղալ, թոթոфել, երբ որ նկատում ենք, որ դա այսպես ասած նորմային չի համապատասխանում, երբ որ արդեն գալիս են առաջին բառերը ասելու պահը եւ չկան առաջին բառերը երեխայի կյանքում կամ կարճ նախադասություններ, որոնցով ինքը սկսում է արդեն հաղորդակցվել իր ընտանիքի անդամների հետ եւ դրանք բացակայում են, դա շատ լուրջ անհանգստություն պետք է առաջացնի մեզ մոտ, քանի որ դրանք այն նախադրյալներն են, որ պետք է հիմք հանդիսանան հետագայում երեխայի ամբողջական խոսքի զարգացման համար։ Հաճախ այո, մեր իրականությունում կան մի շարք այսպես ասած միֆեր, կարծրատիպեր, որ այո, իր ծնողներն էլ են ուշ խոսել, հայրիկն էլ այսպես ասած ուշ խոսել։ Տղաները ուշ են Այո, խոսում։ այո, հարևանի տղան է ուշ խոսել, կմեծանա, կսկսի խոսել, բայց դրանք այսպես ասած շատ կարևոր փուլեր են երեխայի խոսքի եւ ընդհանուր զարգացման մեջ, որ եթե տեսնում ենք բացակայում են, պետք է անհանգստանանք եւ անհապաղ դիմենք մասնագետի։ Ավելացնելու բան ունեք։ Սիրով պետք չէ խորհուրդ, այսպես քանի որ հնարավորություն կա, երբ նկատում եք անհանգստացնող մի բան երեխայի խոսքի հաղորդակցման զարգացման մեջ, ավելի լավ է ավելորդ անգամ դիմել մասնագետի, հետագայում խոսափելուց, հա, ինչ որ բարդություններից, քան թող այդպես լինի, թող խնդիր չլինի, բայց վստահ լինենք, որ հաղթահարված է այդ խոսքի հապաղումը։ Տեսեք, հաճախ ծնողը խուսափում է առերեսվել իրականությունից, որովհետև հասարակության ընկալման խնդիր կա։ Ինչպես կընկալի հասարակությունը ամոթ է, սրանք տարածված բառեր են, որ ինձ համար անհասկանալի են, բայց հիմա կան։ Սա է իրականությունը։ Այստեղ ուզում եմ քիչ-քիչ նաև ընտանիքի անդամներից տեղափոխվենք հասարակության ընկալում, փորձենք հասկանալ ինչ պիտի անենք, որ փոխվի այդ ամենը, որպեսզի ձեր ասած ժամանակին դիմեն ու դրանից չնեղվեն։ Այո, ամենակարևորը չբարդույթավորվեն, չճվեն։ Այո, մեր հասարակությունում շատ կան կարծրատիպեր, որոնք հաճախ ուղիղ ազդեցություն են ունենում հատկապես աուտիզմ կամ այլ զարգացման խանգարումներ ունեցող ծնողների հարցում, այսինքն նրանք առաջինը սկսում են ամաչել իրենց բարեկամներից, հասարակությունից, շրջապատից, փորձում են թաքցնել, այո, երեխայի խնդիրը փորձում են կոծկել, շատ մաքսիմալ ձևով փորձում են արդարացումներ գտնել, բայց դա ամենաշատն է վնասում այդ պարագայում երեխային եւ նաեւ ինչու ոչ ծնողին, եւ շատ կարեւոր է, որ գնալով առաջ, այսպես ասած, անտեսել հասարակությունում առկա կարծրատիպերը, միֆերը ու քայլել հանուն, այսպես ասած, հանուն երեխայի զարգացման, որովհետև եթե մենք շարժվենք, թե ինչպես է թելադրում հասարակությունը կամ այնտեղ տարածված նորմերը, մենք կքայլենք ուրիշ ուղղությամբ, բայց այստեղ առաջնայինը երեխայի զարգացումն է, աճը իր եւ պետք է չնայել, հա, այսպես ասած, ինչ են մտածում մյուսները, այլ անհապաղ դիմել մասնագետի եւ ստանալ համապատասխան աջակցություն։ Ես գիտեք ինչ եմ նկատել։ Դուք շատ ճիշտ դիտարկում արեցիք, բայց ես կարծում եմ, որ առաջին հերթին հասարակությունը իրեն պիտի հարց տա ու մի բան հստակ իմանա, որ ոչ ոք ապահովագրված չէ դրանից, Աստված ջանի իհարկե, բայց այդուհանդերձ գուցե նրանք էլ բախվեն տարատեսակ այլ խնդիրների եւ այդ ժամանակ իրենք մերժված լինեն։ Սա շատ կարեւոր է հասկանալ դիմացինին, ապրումակցել, չափի մեջ ամեն ինչ։ Բայց մի բան էլ եմ հասկացել, որ երբ ծնողը ում երեխան ունի աուտիզմ, ավելի ինքնավստահ է, ավելի կայուն է եւ չի ամաչում եւ ասում է այո, իմ տղան ունի աուտիզմ եւ սկսում է լիարժեք կյանք ապահովել թե իր ընտանիքի անդամների համար, թե երեխայի, հասարակությունը այլևս չի կարողանում այստեղ զոհի կարգավիճակի եւ ասել, որ երեխան խնդիր ունի,
Արդյոք սա եւս շատ կարեւոր է, թե ինչպես ես դու ներկայացնում քո իրավիճակը, խնդիր չեմ անվանի դա, եկեք խնդիր չդնենք, որովհետեւ դա խնդիր չի։ Մարդը այդպեսին է իր ընկալումներով, տարբերվող է, վերջ։ Այո։ Ահա, իրավիճակ անվանենք։ Այ երբ մարդը այսպես ամուր է կանգնած եւ իր իրավիճակը ընդունում է ինչպես կա, արդյոք այստեղ հասարակությունը երկրորդական պլանում արդեն չի հայտնվում։ Միանշանակ ճիշտ է, այդպես էլ կա։ Մենք հորդորում ենք մեր ծնողներին գնալ իրենց եւ երեխաների շահերի հետևից, անընդհատ ասում ենք, ինչպես հասարակության ցանկացած անդամ, դուք էլ ձեր երեխան էլ այդ հասարակության մասն եք, որքան ու վստահեցնում եմ ձեզ հենց այս ինքնավստահ համարձակ ծնողներն են, որ փոխել են հասարակությունը։ Փոխելու են։ Եվ կփոխեն, այո, բավականին փոխել են եւ փոխել են։ Այո, հասարակությունը տարբեր չի սիրում, չգիտի ինչպես վարվել տարբերի հետ, շատ ժամանակ չի հասկանում, բայց երբ որ տեսնում է վստահ մարդ տարբերի կողքին, տագնապը նվազում է։ Սա իրոք բանալին է փոխելու։ Երբ խոսում ենք հասարակությունում տարբեր կարծրատիպեր կոտրելուց, սա լավագույն օրինակն է, երբ ծնողները կարող են հենց իրենց օրինակով ցույց տալ, որ աուտիզմը դատավճիռ չէ, դա ինչ-որ բանի երևույթի սահմանափակում չէ, այլ հակառակը, նրանք այդ ձևով եւս իրենց ինքնավստահ գործելով, տարբեր խորհուրդներով, փորձով կիսվելով կարողանում են նաեւ իրենց չափով իրազեկել ու որոշ կարծրատիպեր կոտրելով օգնել նաեւ մյուսներին։ Այստեղ եկեք հենց այս տեսանկյունից եւ այս անկյունից փորձենք ներկայացնել աուտիզմը։ Արդյոք ճիշտ եմ հասկանում, որ մարդու զգայարաններն են այլ կերպ, ընկալումներն են այլ կերպ եւ պետք է հաշվի նստել դրա հետ զուտ։ Եթե անդրադառնանք ախտորոշման չափանիշներին, ամենամեծ բանը, որ պակասում է աուտիզմ ունեցող մարդուն, դա կարողությունն է այլ մարդու հետ փոխհարաբերություն ստեղծել։ Այս մարդիկ դժվարանում են։ Ու բնականաբար տուժում է հաղորդակցումը, խոսքը, ունեն նաև մեկ այլ կողմ վարքեր կրկնվող, սահմանափակ նույն բաներն են սիրում անել, նույն արտահայտություններ, կրկնվող սահմանափակ վարքի ձևեր, որ իրենց բավարարում է։ Մյուսներին չէ, կյանքի համար չէ, բայց իրենց բավարարում է։ Դա իրենց այո, եւ ամեն մարդ ունի իրավունք, հա, անցալելու հասարակության մասին, երբ խոսեցինք, ինձ համար նաեւ շատ կարեւոր է, որպեսզի շատ խոսենք այդ մասին, որովհետեւ կարծում եմ շատ մարդիկ իսկապես ապրումակցում են, ցանկանում են օգնել, բայց նրանց հայացքներում խղճահարություն ենք տեսնում, գերխնամք ենք տեսնում։ Օրինակ չգիտեն, որ աուտիզմ ունեցող մարդուն չպետք է շատ մոտ գնալ միանգամից, բարձր խոսել, ակնհայտ ձեռքի շարժումներ անել։ Այս գրագիտությունը, այս կարևոր հմտություններն են, որ պակասում են հասարակությանը, երբ մենք կարողանանք ունենալ այդ հմտությունները, արդյոք նաև չի փոխվի հարաբերությունը աուտիզմ ունեցող, չունեցող մարդկանց հարաբերությունների մասին եմ խոսում։ Կարծում եմ, եթե յուրաքանչյուր մասնագետ իր չափով կոնե նվազագույն չափով, այսպես ասած, կատարի իրազեկման տարբեր աշխատանքներ իր շրջապատում թեկոս ներկայացնելով խնդիրը, հա, իրավիճակը, ինչ քայլեր պետք է անել, շփման ինչ կանոններ պետք է պահպանել, նրանք այդ ձևով կիրազեկվեն ու արդեն իրենց գործողություններում կլինեն ավելի, այսպես ասած, ընդունելի, օգտակար, այո, եթե մենք իմանանք ինչպես պետք է շփվենք, ինչպես հաղորդակցվենք, ինչպես պահենք մեզ, հա, մեր գործողություններում, դրանք հաստատ մեզ կօգնեն եւ օգտակար կլինեն թե մեզ, թե դիմացինի համար։ Ես մեկ այլ բանաձև ունեմ, ես կարծում եմ, եթե մենք հասարակությանը սովորացնենք լինել հոգատար, բարի, հարգող, կարևոր չի իր առաջով է կանգնած, դա ունի համախտանիշով, աուտիզմով երեխան, ցանկացած մարդ։ Ի վերջո մեր կյանքի տարբեր պահերին մենք էլ չենք սիրում, որ մեզ դիպչում են, բարձր են խոսում, սա իրենք էլ մարդ են, տարբեր են մարդիկ։ Կապ չունի աուտիզմ ունեն թե ոչ։ Այստեղ պիտի օգնի հարգանքն ու հոգատարությունը ցանկացած հասարակության անձի նկատմամբ։ Այսպիսի հասարակությունը պետք կենտրոնանալ ու ձևավորել բոլորիս համար։ Ես կուզեի նաև խոսեինք պիտանի լինելու մասին, որովհետև սա եւս շատ կարևոր խթանիչ ուժ է առաջ գնալու համար, բայց մենք մեր Հայաստանում ունենք լուրջ խնդիր։ Մենք ունենք տարատեսակ թերապիաներ, որոնք շատ կարևոր են զարգացման փուլում, որպեսզի հասնենք որոշակի կետի, հա, որքան հնարավոր է բացենք պոտենցիալը, բերենք ընդհանուր ինչ-որ իրավիճակի, ինչքան հնարավոր է կարողանանք օգնել, հա, արդուն։ Բայց երբ դառնում են չափահաս, բարև ձեզ, այլևս ոչինչ չկա, աշխատատեղ չկա, հնարավորություններ չկա եւ վերջ։
հասել ենք ինչ որ կետու, այդտեղ դոփում ենք նույն տեղում։ Եվ այստեղ արդեն մենք մեզ չենք զգում պիտանի։ Այ ինչ լուծումներ եք տեսնում կամ իմ ուղին ինչ տարբերակներ է օրինակ տեսնում, որպեսզի այս խնդիրը լուծի, այս բացը լուծի եւ մարդիկ իրենց պիտանի զգան, երբ մարդը պիտանի է, ոգի շնչվում է, իրեն լավ է զգում, գիտենք արդեն, հա, ինչ կարևոր յուրաքանչյուրիս համար է դա շատ կարևոր։ Այս առումով աուտիզմ ազգային հիմնադրամը տարածաշրջանում գուցե եզակիներից է, որովհետև ունի 14-ից բարձր դեռահասների եւ երիտասարդների զբաղվածության ու մասնագիտական հմտությունների ինքնուրույն կյանքի այսպես բաժին, որտեղ ավելի տարիքով աուտիզմ ունեցող մարդիկ, այ որ ձեր ասած անցել են բոլորը զարգանալու եւ այլ թերապիաների փուլերը, որտեղ իրենց սովորեցնում են լինել կյանքում ինքնուրույն, կարողանալ ձեռք բերել ըստ իրենց կարողությունների, հմտությունների որևէ զբաղվածություն, որ իրենց դուր է գալիս։ Իդեպ աուտիզմ ունեցող մարդիկ կարող են այնպիսի գործ անել, որ մենք չենք կարող դա անել։ Այո, միանշանակ այստեղ բացահայտում են իրենց տաղանդներ, օրինակ մենք ունենք հրաշալի երգող, ունենք կոնսերվատորիայում սովորող Սան, որը շատ փոքր հասակից հենց աուտիզմ ազգային հիմնադրամի Սանն է եղել, ունենք մարդիկ, ովքեր հրաշալի արտակարգ ձեռագործ իրեր են պատրաստում եւ վաճառում են, համեցեք մեգամոլ, այնտեղ ունեն իրենց կղզյակը, նաև մասնակցում են տարբեր ցուցահանդես վաճառքների, այսինքն այսպես իմաստավորվում է, այստեղ ինչ որ ընկերական կապեր են ձեռք բերում, իրենց աշխարհը այլ է, միգուցե բարձ սոցիալական կապերը եւ այլ իրենց համար չեն, եւ փորձում են այնտեղ գտնել իրենց աշխարհն։ Այո, իհարկե։ Մենք էլ աշխարհի մեջ փորձում ենք իրենց այդ տեղը տալ։ Փառք Աստծո, ես հույս ունեմ շատ ավելի հնարավոր, քանի որ ֆինանսական սահմանափակումը կա եւ դա ընդամենը 100 այդպիսի մարդու համար է, բայց ես գիտեմ, որ անհրաժեշտությունը շատ կա եւ հույս ունեմ իսկ աուտիզմ ազգային հիմնադրամի բորդը, խորհուրդը իր ջանքեր չի խնայում, որպեսզի սա զարգացնի ու շատացնի իրենց հաջողություն։ Բայց նվիրյալների միայն նվիրյալներով ընդհանուր գլոբալ փոփոխություն դեռ չկա, թեպետ հնարավոր է համախմբվածությունը շատ կարևոր եւ հզոր ուժ է։ Այստեղ լիահույս ենք, որ տնտեսվարողներ, բիզնեսմեններ, որոնք ինչ որ գործունեություն են ծավալում, նաեւ կներգրավեն այս մարդկանց եւ կստեղծեն իրենց համար որոշակի պայմաններ, հատկապես որքան գիտեմ պետությունը խրախուսում է այդ առումով եւ այդ մարդիկ իրենց պիտանի կզգան, այդ մարդիկ երջանիկ կլինեն, դուք էլ բավարարված կլինեք, որ կարողացել եք մարդու կյանք փոխել ի վերջո։ Գուցե շատ չտեղյակ չեն, բայց սա եւս շատ կարեւոր է։ Կուզեի իմ ուղիի մասին էլ մի քիչ մանրամասնենք, որովհետեւ վերջին րոպեներն են, հիմնական ծրագրերի մասին խոսենք, ինչ է փոխում, ինչ է տալիս, որովհետեւ ես խոստացել եմ, որ դրան էլ ենք անդրադառնալու, երկուսի դե հարցը սողված խնդրեմ։ Ես ասեմ, իմ ուղին աուտիզմ ազգային հիմնադրամը 14 թվականին հիմնեց իմ ուղին, որը հետագայում ընդլայնվեց, մեծացավ եւ դարձավ երկու մեծ մասնաբաժին, նախադպրոցականների եւ դպրոցականների եւ երիտասարդների եւ դեռահասների բաժին, յուրաքանչյուր բաժին ունի իր կոնկրետ ուղղվածությունը ու տարիքին համապատասխան թերապիաների կարևոր խնդիրները լուծելու ուղղությունները, օրինակ նախադպրոցական կամ տարիքում մենք վաղ կանխարգելման ինտենսիվ միջամտություն ենք փորձում իրականացնել, դպրոցահասակներին փորձում ենք լինել ուժեղ ռեսուրս տվող մաս որպես, հա, որպեսզի իրենք ուսման ընթացքում ձեռք բերեն հեշտանա։ Մենք ոնց որ ռեսուրս լինենք իրենց մյուս սոցիալական ակտիվությունների համար։ Մենք պիտի օգնենք իրենք, որպեսզի դառնան հանրության մաս։ Եվ նույնը իսկ նույնն է արվում, նաև այդպես մոտեցում է այդպես են նույնպես դեռահասների երիտասարդների բաժնում, այնտեղ էլ ինքնուրույն կյանքի հմտություններ են սովորեցնում իրենց համար կարևոր մասնագիտական հմտություններ, ես հույս ունեմ շատ ավելի տոկոս կգտնի գործ իրական գործ կոնե մի փոքր, հետագայում սա որպես երազանք եւ այսպես տարբեր ուղղություններով, բայց ամբողջական շատ կարճ է սա այն ամենը ինչ իմ ուղին անում է աուտիզմ ազգային հիմնադրամի ներքո։ Եվ մեր կենտրոնում իրականացվող թերապիաներից բացի երեխաները եւ երիտասարդները մասնակցում են նաեւ սոցծրագրերի կենտրոնի կողմից իրականացվող, այսինքն մենք չենք սահմանափակվում միայն կենտրոնում անցկացվող թերապիաներով, այլ նրանց տանում ենք տարբեր
ծրագրերի տարբեր վայրեր, էքսկուրսիաներ, միջոցառումներ, այո, սոցիումում ներգրավելու, այսպես ասած, սոցիումի մի մասը դառնալու հմտություններ, կարողություններ ենք տալիս եւ հետագայում նաեւ նրանք արդեն ունենում են լիարժեք հնարավորություն սոցիումի մաս դառնալու։ Ես գիտեք ինչ եմ նկատել, ես արդեն հզոր մի քանի կանանց գիտեմ, ընտանիքների այսպես ասած գիտեմ, որոնց երեխաները ծնվել են եւ ձեր ասած ծնվելուց հետո առաջ եւ հետո է տեղի ունեցել աուտիզմ, մուկ, հա, կապ չունի։ Ու հետո տեսել եմ թե ոնց է այդ ընտանիքի ամբողջ կենսակերպը փոխվում եւ թե հետագայում որքան ուժեղ են դառնում նրանք ու փոխում բազմաթիվ ընտանիքների կյանքեր։ Սա խոսում է որ կան ծնողներ, որոնք ուժ են գտել իրենց մեջ, իրականությունն ընդունել են եւ ստեղծել են հնարավորություն մյուս երեխաների ու այսպես կարող ենք ասել մի մեծ համայնք է ձևավորվել։ Արդյոք սրանք են կարևոր օրինակներ, որպեսզի մյուս ծնողներն էլ այսպես ասեն, որ իրենք էլ կարող են դա անել, թեպետ մենք գիտենք տարատեսակ հետաքրքիր նախաձեռնություններ, մենք նաև TMM Soft-ը գիտենք, որ աուտիզմ ունեցող երեխաները աձեռոցիկներ են պատրաստում, ես ապշած եմ, թե ինչ արագությամբ են նրանք դա անում, եւ ամենակարևորը, ինչ անել, որ հասարակությունը չթերագնահատի դիմացինին, ու կապ չունի ինչ ունի դիմացինը, գերագնահատի սեփական ուժերը ու թերագնահատի դիմացինին։ Գուցե այդ մեր բարդույթներից է գալիս այս ամենը։ Դժվար հարց եք տալիս, շատ ինչ անել։ Լինել համբերատար, լինել օրինակ, ինչ որ դուք ասեցիք, որովհետև այս օրինակները ուժեղ ծնողներն են, որ այո, շուռ են տալիս սարեր, փոխում են այո հասարակության տեսքը, դերը, մարդու ընկալումը։ Ինչքան շատ կլինեն, այնքան հասարակությունը ավելի շատ կփոխվի։ Մենք էլ պիտի դաստիարակենք մեր նոր սերունդներին, որ այսպես տարբեր են մարդիկ։ Տարբեր են մարդիկ, բայց երեխաներն ավելի ճկուն են։ Իրականում կաղապարված ծնողների մտածողության հետևանքն է, որ երեխաների մոտ ինչ որ բաներ են փոխվում, բայց կարծում եմ այս նոր սերունդը ամեն ինչ կփոխի։ Հա, այդպես կարող ենք, չէ՞, հաստատ վստահ, հատկապես որ շփվում եք, դուք ինքներդ ավելի լավ գիտեք, ինչն է ոգևորում ձեզ այս աշխատանքում։ Արդյունքը ամենակարևորը, երբ տեսնում ենք, որ օրինակ երեխան սկսում է խոսել կամ ձեռբերել այնպիսի հմտություններ, որ չուներ նախկինում, ամենակարևոր ոգևորիչ հանգամանքը դա է։ Իսկ հետո երբ երեխան խոսում է, ծնողի ռեակցիաները ուզիչ, ասահման, այո, շատ։ Այդ հրաշքի պես մի բան էր, ոչ մի հնչյուն չարտաբերող երեխան մեկ էլ X ժամանակ հետո խոսում է։ Սա պետք է ապրել ուղղակի։ Սա մեծ տված հնարավորություն է Աստծո կողմից։ Ինչպես թակել դուռը, երբ այն փակ է։ Նկատի ունեմ, երեխան փակվել է եւ վերջ։ Դուք եք այդ դուռը թակողները, ամենաբարդը ձեր գործընթացն է։ Արդյոք ձեր աշխատանքում ամենակարևորը համբերատարությունն է։ Սերը եւ համբերատարությունը։ Չհանձնվել է երբեք։ Առաջին հանդիպումը ես շատ ուզում եմ տենց ներքին խոհանոցային մի քանի կարևոր կետեր առանձնացնել, որpիսի մենք քաղաքացիներս ավելի հստակ պատկերացում ունենանք այս ամենի մասին։ Առաջին հանդիպումը երեխայի հետ, աուտիզմ ունեցող երեխա, տարբեր վարքային դրսևորումներով։ Առաջին գործընթացը վերլուծել երեխայի, հա, այ ուզում եմ հասկանալ ինչ եք անում։ Ծանոթությունը, հետո կապը ստեղծելը, ամենաբարդը երևի սկիզբն է, չէ՞։ Ասեք։ Ցանկացած աուտիզմ ունեցող երեխայի հետ աշխատելիս անհրաժեշտ է համբերություն ու ըմբռնում, երբ որ երեխան մտնում է սենյակ, մենք շատ համբերատար կերպով պետք է հետևենք իր գործողություններին։ Այսինքն տեսնենք օրինակ ինքը ինչին է մոտենում, ինչով է սիրում օրինակ խաղալ։ Աշխատանքում շատ կարևոր է այսպես ասած բացահայտել երեխայի ներաշխարհը ամենակարևորը, հասկանալ ինչն է ամենաշատը սիրում անել, որը հետագայում կկիրառվի որպես այո խրախուսանք նրան, այսինքն հետևել նրա գործողություններին, ինչն է վերցնում, ինչն է առանձնացնում, ինչն է ամենաշատը արժևորում այդ պահին եւ հետեւաբար դա օգտագործում ենք նաեւ մեր աշխատանքում իր հետ։ Ամենակարևորը կապ չունի ով է մտնում, ինչ ախտորոշմամբ է եկել եւ այլն, ամենակարևորը տեսնել երեխային ով է եկել քեզ մոտ, ոչ միայն նայել, այլ տեսնել ամբողջությամբ, իրը սիրելի, չսիրելի, ինչ դուր եկավ, ինչ դուր չեկավ,
տալ վստահություն, որ դու իր կողքին ես, որ դու իրեն հասկանում ես։ Վստահությունը ամենակարևորն է։ Այո, երբ որ ինքը հասկանում է, որ կարող է վստահել, այստեղից գնում է ամբողջ process-ը։ Հատկապես հաշվի առնենք, ինձ թվում է նաև շատ կարևոր մի բանի մասին մոռացաք նշել, անկեղծությունը։ Ձեր անկեղծությունը, որովհետև իրենք շատ զգայուն են եւ շատ լավ զգում են դիմացինը ինչ է զգում։ Շնորհակալ եմ ձեզ, որ նմանատիպ կարևոր աշխատանք եք իրականացնում, ոգեշնչում եք ծնողներին, նոր թևեր ու հնարավորություններ եք տալիս պատանիներին, երեխաներին, ովքեր ունեն շփման հետ կապված տարատեսակ խնդիրներ, պարփակված են կամ իրենց աշխարհում են եւ նրանց հետ բացահայտում եք նոր աշխարհներ։ Շնորհակալություն, ես հիշեցնեմ հարգելի ռադիոլսողներ, իմ զրուցակիցներն էին աուտիզմ ազգային հիմնադրամի նախադպրոցական ու դպրոցական խմբի ծրագրի ղեկավար Հայկանուշ Դիլանյանն ու աուտիզմ ազգային հիմնադրամի նախադպրոցական ու դպրոցական խմբի հատուկ մանկավարժ լոգոպեդ Մադլեն Մինասյանը։ Ես Լուսինե Մուրադյանն եմ, մաղթում եմ ձեզ հաճելի երեկո, մնացեք հանրայինի հետ։